Ակտիվների աճ, տարեկան շահույթի ավելացում, նշանակալի ձեռքբերումներ և զարգացման նոր հնարավորություններ։ Այսպես է նկարագրվում 2024 թվականի ֆինանսական տարին Հայէկոնոմբանկի դեպքում։ Տեղի ունեցավ Հայէկոնոմբանկի տարեկան ժողովը, որին մասնակցում էին բանկի բաժնետերերը, Հայաստանի կենտրոնական բանկի ներկայացուցիչները, գործընկերները և հաճախորդները։ Հաշվետու տարում բանկի AEB Mobile հավելվածում գործարկվել է բիոմետրիկ նույնականացումը, MoneySend փոխանցման համակարգը, VisaStop Payment Service-ը, ինչպես նաև ինտեգրումը UBPay միջազգային վճարահաշվարկային համակարգին։ 2024-ին Հայէկոնոմբանկը ամրապնդել է իր դիրքերը բանկային համակարգում, ունեցել են կայուն աճ բոլոր տնտեսական ցուցանիշներում, մեծ ուշադրություն ենք դարձրել նորարար ծառայությունների։ Հայէկոնոմբանկն առաջինն է Հայաստանում, որ նախաձեռնել է անցանց միջավայրում POS-տերմինալի միջոցով անկանխիկ վճարումների իրականացումը, հետաձգված գործարքի կիրառմամբ։ Բանկը մասնակցությունն է ունեցել նաև Երևանի տրանսպորտային համակարգում ֆիզիկական և վիրտուալ POS-տերմինալների ներդրման գործընթացին։ Առաջնորդվելով ռազմավարական խնդիրների լուծման առաջնահերթությամբ, բանկում արձանագրվել է հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ։ 2024 թվականին նախորդ տարվա համեմատ բանկի ակտիվները աճել են 14%-ով, պարտավորությունները 11%-ով։ Հաճախորդներին տրված վարկերի ծավալը կազմել է 342.1 միլիարդ դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 17%-ով։ Տարվա ֆինանսական արդյունքի զուտ շահույթի մեծությունը նույնպես ոգևորիչ է՝ 9 միլիարդ դրամ, 90% աճ նախորդ տարվա համեմատ։ Տարվա ֆինանսական արդյունքի զուտ շահույթի մեծությունը նույնպես ոգևորիչ է՝ 90% աճ նախորդ տարվա համեմատ, իսկ բանկը շարունակում է վճարել շահաբաժիններ իր բաժնետերերին։ Հայէկոնոմբանկը ինքը ավանդույթներով բանկ է։ Ես միշտ տարբեր հաճախորդների, տարբեր մարդիկ, որ առնչվում են Հայէկոնոմբանկի հետ շփվելիս, միշտ այդ փորձում հասկանամ, ոնց կարա լինի, որ բանկը ունենա 99.2% ստանդարտ վարկեր։ Այդ հարցի պատասխանը հետաքրքիր հարց է, չէ՞։ Միշտ ասում, որտեղ այստեղ մեր շահերը համընկնում են, այսինքն կա գործընկերություն հաճախորդների եւ բանկի միջեւ, դա կարծում կարեւոր է։ Դրական փոփոխությունների համատեքստում ուշագրավ է նաև միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության զարգացումը, ինչի արդյունքում 2024 թվականին Հայէկոնոմբանկը կնքել է մի շարք նոր վարկային պայմանագրեր, ներգրավելով շուրջ $70 միլիոն համարժեք ֆինանսական ռեսուրս, որը ուղղվել է միկրո, փոքր եւ միջին բիզնեսի, ինչպես նաև կանաչ ֆինանսավորման ծրագրերի աջակցմանը։ Հայէկոնոմբանկը կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը 2024 թվականին շուրջ $170 միլիոն ուղղել է կրթական, առողջապահական եւ սոցիալական ոլորտների աջակցության ծրագրերին։ Հատկանշական է, որ բանկը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության համատեքստում մեկնարկում է նոր համագործակցություն զինվորի տան հետ։ Ամեն տարի իրականացնում են կրթական, առողջապահական եւ սոցիալական ծրագրեր։ Այս տարի զինվորի տան հետ համատեղ իրականացնելու ենք երկու ծրագիր, առաջինը կրթական, որի արդյունքում զին հաշմանդամներ հնարավորություն կունենան հետագայում աշխատանքի տեղավորվել բանկում, եւ երկրորդը թողունակության ընդլայնման ծրագիրն է, որի ընդհանուր արժեքությունը կկազմի 50 միլիոն դրամ։ Յուրաքանչյուր նման ծրագիր, որ սոցիալական պատասխանատվության դաշտում է իրականացվում եւ պսակվում է նաեւ տղաների ամբողջական սոցիալիզացիայով, մեզ համար ոչ միայն հետաքրքիր է, այլ անհրաժեշտ։ Եվ այդ առումով կարծում եմ սա մեր կարևորագույն ուղղություններից մեկն է, ոչ միայն բուժել, այլ նրանց ամբողջական ներգրավվածությունը սոցիալական կյանքում։ Այս նվիրատվության շնորհիվ մենք կկարողանանք կրթություն տրամադրել մեր տղաներին եւ արժանապատիվ աշխատավարձով բանկը ասել է, որ կկարողանա նաև աշխատանքի տեղավորել։ Հայէկոնոմբանկը հաստատակամ շարունակում է իր գործունեությունն իրականացնել որպես կայուն, վստահելի եւ հեռանկարային ֆինանսական կառույց, նպաստելով բանկային համակարգի եւ բանկային բիզնեսի զարգացման ռազմավարության արդյունավետ իրագործումը։ Իսկ բանկի գործունեության կենտրոնում համընկնում են բաժնետերերի, հաճախորդների եւ աշխատակիցների շահերը։